Ողջույն բոլորին, դուրս եմ եկել և ասեցի, որ ձեռքի հետ էլ նոր վլոգը սկսեմ առավոտից նստած էի իմ աշխատանքների վրա համալսարանի, որպեսզի հասկանաք, դետը ժամը 6-ն է, պատկերացնեք, չէ՞ իմ գլխի վիճակը։ Կարճ ասած, մի փոքր ինձ լիցքա թափվել էր պետք, թե չէ ուղեղս արդեն ճաք էր տալիս։ Եղանակն էլ հրաշալի էր, ինչու ոչ։ Հասա համարյա Սիլաչի, եկեք փողոցը անցնենք, ճանապարհին մոտեցել են մի քանի երեխաներ և հարցնում են։ Ուրեմն ձեռքներին վարդերի փունջ է, ասենց կիսաբացված, կիսափչացած վարդերի փունջ, ինչ-որ այգուց էլի, ասենց մի 3 հատ վարդ է, ինչ-որ այգուց պոկած։ Հարցում եմ, բարև ձեզ, կգնեք մեզնից այս փունջը։ Հիմա համ նախանձում եմ իրենց, ոնց ասեմ, չգիտեմ, որակներին անձնային, որ այդպես համարձակ բոլորին մոտենում էին, ասենք մի քիչ նավիաշվի, այդ առաջարկը անում էին։ Համ նախանձելի է, համ մի քիչ ինձ համար անսովոր, անկեղծ ասեմ, որպես 90-ականների կաշկանդված սերունդ, չգիտեմ, որն է, երևի ոսկե միջինն է լավ, ոչ շատ հանդուգն լիներ, ոչ էլ շատ ամաչկոտ։ Նենց ահավոր է, որ տնից դուրս եկա, այնքան արևոտ տաք էր, բայց հենց դուրս եկա, նայեցի Ռասիայի կողմը ու տեսա, որ շատ ամպեր են կուտակված, հիմա արդեն համարյա Ռասիա եմ հասնում, ու իսկապես այդպես է։ Տպավորությունը, որ ուր վրա անձրև է գալու, փոփոխական է եղանակը, շատ։ Երեխեք ջան, ես հասա Ռասիա, որոշեցի ստոչ խմեմ, այստեղ բացել են Coffee House։ Վերցրեցի ֆրապուչինոյի մշտական, բայց խմում եմ, ահա որ քաղցր, ու նման չի եմ ֆրապուչինոյին, որը ես միշտ խմել եմ, կամ շփոթվել են ուրիշի պատվեր են ինձ տվել, կամ էլ ինչ-որ բան եմ փոխել սաստավի մեջ, որովհետև ֆրապուչինոյի մեջ պաղպաղակային հատվածը սենց ուրիշ ձև է զգացվում, սերուցք ասեմ, պաղպաղակ ասեմ, ու ինքը քաղցր չի տենց, ինքը շատ հաճելի է, էլի սենց քաղցր է, բայց տհաճ քաղցր չի, իսկ սրա մեջ ոնց որ սիրոպային քաղցրություն լինի։ Երկու կում արեցի, արդեն վերանս կպավ իրար։ Մաները տալուց, որ վերցրեցի, զգացի, որ 1000 դրամ պակաս, բայց դե բոլորս մարդ ենք, լինում է, որ ես էլ կարող եմ սխալվել, ասեցի աչքից ես եմ սխալվել, բայց չէ, հաշվում եմ, զգում եմ, որ 1000 դրամ պակաս է։ Ամոթ, ես հիմա դե փորձում եմ դա հաղթահարել։ Մոտեցի, ասեցի, ինձ ինչքան պիտի մաներ տակ, դե ինքը հաշվեց ու հասկացած, մայ 1000 դրամ, ասեցի ոչ մի խնդիր, բոլորիս հետ էլ կարող է պատահել, որ մեկս ենք ապահովագրված, այդպես, բայց համը դուրս չեկավ։ Հայրելով գիտեք ուր եմ հասել, են ինչ այգի էր կոչվում, են նորաբաց գեղեցիկ, նորաբաց ասած արդեն տարիներ այն չկա, համեմատաբար, Վարդանան, չէ, ինչ ազգանուն էր ինչ-որ են, որ սիրուն արձանիկներ, շատրվաններ, հեսա ցույց կտամ, հասա այդեղ կոֆես թափեցիկ, եսը չկարողացա խմել, որտեղ հասկացա, որ դուրս չի գալի, ու իզուր տեղը կալորիաներ պիտի խմեի, ասեցի լավ, բայց ինձ հետաքրքիր է, հələ մյուս անգամ որ ֆրապուչինո վերցնեմ, հասկանամ իրոք ֆրապուչինոն փոխվել է ու այդ տեսքը ունի արդեն, թե ուղղակի ինչ-որ շփոթություն եղավ եւ դա շոտակի իսկապես ֆրապուչինո չէր էլի, դա հələ ես կճշտեմ, կակրաս այստեղ ջուր կա, մի հատ խմեմ, վերանս կպչունա։ Այս սիրուն պուլպուլակներից այդքան սիրուն է մեր քաղաքը։ Այս այգին շատ ավելի շքեղ կնի, երբ որ մի 5-10 տարուց այս ծառերը լավ բոյովանան, չնայած արդեն իսկ ահռելի տարբերություն կա, ինձ սիրուն ծաղկած։ Այս ինչ է, սակուրաները չեն սրանք, չէ, ինչ-որ ուրիշ բան է։ Ոչմ ենքան հավես, ականար, չգիտեմ քայլելով ոնց հասա ստեղ, բայց սիրտս քայլել էր ուզում, որոշեցի գալ հասնել այստեղ։ Այս հատվածում բաբշե շքեղ են բաները, այս արձանիկները, հեսա օրերը մի քիչ էլ տաքանան, խորենի դասերը մի քիչ կավա թեթևանան, երեխեքի հետ կգանք ստեղ, հավեսա շատ, դաժե կարելի է զապաս հագուստ բերել, մի քիչ այստեղ թրջոտվեն, հետո կփոխվեն ու կգնան տուն։ Գժվեմ ես, շատ սիրուն երեխեք,
Ձեր հետ լինում է, որ ինչ-որ մարդու նայեք, հատկապես օտարազգի ու տպավորություն լինի, որ այդ մարդու ներսը դատարկ է։ Օրինակ եվրոպացիների մեջ, ռուսների որոշակի տեսակի մոտ ևս, մեկ-մեկ որ նայում եմ իրանց դեմքին, ասում տեսես այս մարդու մտքերում ինչ կա, տեսնես իրա էմոցիոնալ դաշտը, ապրումները, հույզերը, ինչ ձևի, այդ տպավորությունը ինքս են սառը ու առանց պարունակության, անե չի ազգայնամոլ է, բայց այդ զգացողությունը հաճախ ունենում եմ, ինքնոս են իրանք բան են, որ նայում ես իրանց դեմքին, նախ երբեք չեն նայի դաժե աչքերիդ, ոնց որ իրանց աշխարհում լինեն, ու դաժե եթե հայացքով հանդիպես, տպավորություն է, որ իրանք նայում են սկвозь тебя, ոնց որ չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Ես ու Դավը հենց նոր վիդեո ենք նկարում, Դավ կպատմես ինչ նկարեցինք։ Ինչ վիդեո ենք նոր նկարում, հələ ասա մեր YouTube-ի հետևորդները իմանան։ Ալաչա ասաց, ես ինչ գույնիլ եմ։ Ահա, ես հարցնում եմ, մաման ինչ գույնի հետ է ասոցացվում։ Ու ծայք ես հարցնում։ Հետո հարցեցի ծաղիկ, հետո կենթանի, հետո քաղցրավենիք, հետո ճաշիկ։ Դավի պատասխանները լսելու համար Instagram-ով կարող եք նայել այդ վիդեոն, հա։ Շատ օրիգինալ, բայց պատասխաններ ա տվել ինքնագնահատականս գծող։ Հա։ Բայց անկեղծ։ Դառնես միկրոֆոնը, ինչ ուզում ես խոսա, ես գնացի։ Քո տրամադրության տակ է իմ ալիքը, խոսա, ինչի՞ ես ուզում խոսես։ Չես ուզում խոսես։ Դες հաջողություն անջատի։ Չեմ ուզում։ Դու խոսա։ Մի ամաչի, որովհետև իմ հետևորդները քեզ շատ են սիրում։ Ինչից կուզես։ Ես մտածում եմ։ Լավ, մտած։ Արտաշեսին կանչենք օգնության։ Ահա։ Չէ։ Օրգանիկից։ Օրգանիկի, բայց այդ կամեր միկրոֆոնը պահի բերանից, որ լսվի քո ձայնը։ Դե դավոյ պատասխանը շատ ուժեղ էին։ Այդ կամ ասեմ, ես կողքից լսում էի։ Հա։ Բայց զգտում եմ։ Լսի, այնօր ինձ հարց էին տվել, բայց մոռացել եմ, խոստացել եմ, որ վիդեոով կպատասխան։ Ինչ որ դպրոցին էր վերաբերվում։ Это մայու։ Ուրախ ես, հələ դուր, խոսամ։ Ուրախ ես, որ աղբերը դպրոց է գալու քո հետ։ Я одинокий, но сейчас не буду, потому что это маленький Булкин будет со мной. Դա դու պատրաստ ես դպրոց գնալու հոգեպես։ Բավո։ Ինչ պիտի առնենք քեզ, որ գնաս դպրոցի։ Սունկա։ Գրակ։ Ասացի։ Արտաշես հարցում են մազերիցը չես շոկվում, չես նեղվում, չես ուզում կտրես։ Գիք եմ։ Դե արդեն ինչ պլանավորում եմ, այս շաբաթ Բայց կգլենալ։ Ամառը ուզում է կտրի։ Բայց հետո էլի կերկարացնի, կարծում եմ։ Մինչև մյուս ամառ։ Ճշմարիտ ասա։ Ճշմարիտ ասա։ Ճշմարիտ դատողություն։ Ստեսում։ Ես մոլացա բան հացնեմ։ Մոլացել եմ ես։ Բանանա։ Բալև ձեզ մեկ մի քիչ հետո կխոսակ։ Ես այստեղ աջապ սանդալ եմ պատրաստում։ Տավարի միսը կարմիր պղպեղով տապակում եմ բուսա յուղի մեջ։ Այնուհետև հենց որ լավ կկարմրի երկու կողմից, վրան կավելացնեմ այստեղ կտրատած ու պատրաստի ունեցածս երկու գլուխ սոխը եւ երկու քաղցր պղպեղները։ Աջապ սանդալ ենք պատրաստում, ուղղակի մի փոքր այլ ձևով եմ պատրաստում, ոչ այնպես ինչպես միշտ։ Երեխեք, մեր մոտ հաջորդ օրն է, ու ես նոր պատրաստվում եմ փորձել այս աջապ սանդալը։ Հիմա կասեք կանաչին ուրա։ Ուրեմն խորենը մտել էր խանութ, պրոստը արել էր առևտուր, հա։ Մենք չենք խորհրդակցել, ես օնլայն դասերի, ինքը պրոստը բանջարեղեն էր առել, որ տանը լինի, առանց պլանավորելու, թե այդ բանջարեղենից ինչ պետք է սարքվի, եկեք փորձեմ լույսը վառեմ։ Ու կանաչին չէր դիտարկել, կանաչի չկար, դե ես որ բադրջան բիբար տեսա, մի անգամից առաջի բանը, որ պատկերացնում ենք, աջապ սանդալն է։ Այսպես սարքել եմ, բայց առանց կանաչի։
Բայց վրայից աղը փորձելու ժամանակ մի գդալ կերել եմ ու այդ ինչ համով էր ու խորեններ ասեց, որ շատ համով է։ Մի քիչ ուրիշ ձևով եմ սարքել այս անգամ։ Այսինքն ես սովորաբար սաղ սոխարած անում եմ, սաղ բանջարեղեններ լցնում եմ, իսկ այս դեպքում ստացվեց, որ ես սկզբում միսը ժարի տարեցի մի թեթև, սոխը, բիբարերի ժարի տարեցի ու նոր արդեն սմբուկը, կարտոֆիլը առանց ժարի տանելու, հա, մի թեթև ջուր ավելացրեցի, տես տոմատի մածուկ, համեմունքներ, մի խոսքով շատ համեղ ստացվել։ Հիմա ես ու Դավս միացնվենք, որովհետև այսօր իմ ծանրաբեռնված օնլայն դասի օրն է, երեքշաբթին ինձ մոտ կաշմար է, որպեսզի ուժեր ունենամ այդ ամեն ինչի միջով անցնելու համար։ Երեխեք ջան, օնլայն դասերը սպրծան։ Այսօր են գժական օնլայն դասի սորն է, որ մինչև 3 առավոտից դաս եմ անում։ Մազերս երևի կհյուսեմ, բայց հյուսելու պարագայում են ուզում եմ ես յուղից ան։ Դավ ջան, դու պապային խանգարում ես, հլը շուտ այստեղ։ Էդ լվալու է, խոջան, մաքուր չի։ Դավիթ չարություններ անում։ Դավիթ։ Երեխեք տարբեր սպիտակ մազեր եմ մոտս հայտնաբերել։ Շատ եմ տխրում, գիտեք չէ, սենց պրամ ծանր եմ տանում, բայց մի 3 հատ աչքովս ընկել է։ Բա, պատկերացնում եք, հեսա հյուսեմ, սիրում, սա լավ փափկություն է հաղորդում, անուշ բույր։ Վաղը օֆլայն դասի սորն է, փորձում եմ կարգավորել ինձ, որ տեսքս ադեկվատ լինել։ Այ Գանձեր ջան, ես հագնվել եմ, էլի միկրոֆոնը ձեռքիս է, ինձ թվում է դուք արդեն գիտեք, որ եթե միկրոֆոնը ձեռքիս է, նշանակում է վիդեո եմ նկարել այլ սոցհարթակների համար, որովհետև այնտեղ ֆորմատն այնպիսին է, որ շատ ավելի լսելի են դառնում հոլովակները, երբ դու, այսպես ասած, միկրոֆոնով ես խոսում։ Իմ նոր ականջողն եմ կրել, այստեղ եթե տեսնեք, այս յուբիչկաս եմ հագել, քանի որ այսօր եղանակը լավն է լինելու, նայել եմ եղանակի տեսությամբ, այս յուբկաս եմ հագել եւ վրայից մտածում եմ ինչ որ սև սառոջկա նավսյակի հագնեմ, որ չմրսեմ, թեև զգում եմ, որ չեմ մրսելու, բայց շուտ չգիտեմ, սենց գնամ, թե ինչ որ բան վրայից գցեմ, դեռ կորոշեմ։ Իդեպ հեռախոսի հիշողությունը կարծես ավարտվում է, դա նրանից է լինում, որ recycle bin-ը եւս հիշողության ծավալ է, ասենց ասած, խլում ու հետո բարբերաբար պետքա գնաս ու recycle bin-ից էլ ջնջես այն մատերիալը, որը ջնջել էիր հեռախոսիցդ։ Всё, ես 10 րոպե ունեմ ու հայդե համալսարան։ Եկել ենք գլասենք պատվիրել։ Կամովա աղջիկները այնտեղ են էլի, ես ուղղակի առանձնանում խոսում հետ եմ գնում։ Ու վերջին դասը գնանք նստենք, երևի ոտով տուն կգնամ, այսօր եղանակը լավն է, ասես կարճաթևով էլ որոշեցի դուրս գամ տնից, էլ սառոջկա չհագա։ Ես ոտքով տուն եմ գնում, դասերը սպրծել է, արևի լույսը հետևից հանգնում, մի քիչ կատի որակ ենթի, բայց կարծում եմ դուք ինձ կներեք։ Այսօր Դավս չունի նկարչական խմբակ, դաշտորենը տաննա լինելու, բաղբաղական պայման առնեմ, խոստացել եմ Դավը ասում այն դեն մեծից կբերես, ասեցի ոնց ասես սրտիկս, կուրսեցուս հետ զրուցելով, գալիս ենք մինչև ստեղ, ստեղից արդեն ինքը իրանցնում, ես շարունակում եմ ճանապարհս, բայց խորիկին մի հատ զանգ եմ գրել էր, ասեցի որ հեսա կզանգեմ, մի հատ տեսնեմ ինչ ասում, իմ սիրելին, երեխեք տեսա իմ հետևորդներից, նկարվեցինք, ասում է փոքր տարիքից ձեզ հետևում է, այնքան հաճելի է, կամանդը զամնոյ, դուրս ենք եկել ման գալու, ընտանյուք հանդերձ, մի քիչ ժամանակ ուներ խորենը, որոշեցինք օգտագործել, ինչս ճզմրտել եմ, նստել ենք բերեկուսենանում, Я пошел мусор. Это pushback չմտածեք, ես աղբամայի մեջ չեմ։ Դա մաղբը թափիկը։ Էլի հորը խանութ մտցրեցին, իրան գիտեն, որ իրանց սլաբը էս վինոն պապան է, որը ոչ մի հարցում չի մերժում իրանց, դե համար պապային է սաղ այդ առնելու հարցերով։ Չէ, ես էլ եմ առնում, բայց ես մեռան ավելի լավ եմ պահում, քան խորենը։
Լրիվ ամառ է երեխեք այսօր։ Եվ +22, բայց այնքան իսկ թույլ եմ զգում։ Սա ստագնապի զգացողությունը, սիրտը շատ արագ է խփում։ Երևի առավոտից բան չեմ կերել, մենակ մի հատ պաղպաղակով սուրճ խմեցի, որ նոր դասից տուն եկա, ու վсё։ Երևի հետա ձեռքերս դողում է, ահա որ։ Կարանք մենք ստեղ կանգնենք, դու ըստ նկարես։ Կներեք։ Բան չի արի, բայց նավսյակի կներեք ասեցի, որտեղ պապիկը շատ թարս ֆրած ինձ նայեց, որտեղ սենց հետ գնացի, իրան չկպա, բայց ռեակցիայից հասկացա, որ դժգոհ է։ Ես մի բան կամ ասեմ անգամ։ Հա, ասա։ Օրինակ, օրինակ չի բաժանորդագրվում իմ մամայալիքին։ Ահա։ Что չեմ ուզում շփվել вообще։ Իմ մամային պետք է բաժանորդագրություն։ Տեսնեք ինչ թիմ ունեմ պատ։ Ասում է թե մամայից չեն հետևում, չեմ ուզում խոսամ ընդհանրապես։ Մամայս բան, ոսկի կնոպկա։ Արտաշեսը շատ է ուզում, չէ, սկզբում ո՞րն է, չէ, սկզբում սենց բան արծաթագույն կնոպկա է, բայց էդ էլ ունենանք էլի լավ է։ Ո՞րն է։ Նայում, հավատարիմ հետևորդներ։ Հա, բայց ավելի լավ նոր հետևորդներ ունենանք։ Քան Հա, աճը լավ բան է, կամաց դավը։ Աճը լավ բան է։ մի բանի վրա լավ բան։ Գնահատենք հինը եւ ձգտենք նորին։ Սա էր որդուս ասածը, այո։ Հա, ու չմտածեք, որ այդից մաման ասել, ես եմ իմ ուղեղով մտածել։ Տեսնում եք, դաժե հասկանում եմ ինչ մարդկանց մոտ ինչ միտք կարա ծագի այդ բանին, էդ էլ է պարզաբանում։ Մենք հասել ենք Ռասիա, երեխեք ջան, պապան չեն ջամտել, ուզում ենք իրանց պեպերոնի հյուրասիրենք։ Դավուր ենք եկել։ Պեպերոնին պատվել ենք, հյութեր պատվիրել ենք, հիմա սպասում ենք։ Պեպերոնիից մեկը պատրաստ է, մյուսը ասեցին պատրաստ կլինի մի րոպեից։ Ինձ համար վերցել եմ թարմ կամած թուրինջի հյութ, խորենը ֆանտա, երեխեք իրանց սիրելի հյութը։ Դոբրի սոկի։ Հա։ Այնքան համով է այս հյութը։ Թուրինջի կորիզները մեջը։ Ահա որ թթու ու դառը։ Իրար ձեր բռնած, երկու աղբեր քայլում են։ Հա։ Где вы запропастились? Я уже